Բարի եկացեք, սիրելի քույրեր եղբայրներ, Տերոջը դանը մեջ, Տերոջը ներկայությամբ, Փառք որ բոլորս արժանի եղանք այսօրալ Տերոջը առջև գալու, իրեն փառաբանելու, իրեն օգնելու եւ իր խոսքեր նոր հասել եւ նոր խորհուրդներ լսելու եւ սովորելու։ Պիտի խնդրեմ օդնգայս թե ունենալով սկսենք մեր այսօրվա աշխատանքը։ Օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Ուզեմ այսօրվա պաշտամունքը Սաղմոսով նսկսին, որն է Աստծո սերը վերնակրով Սաղմոսը, 100-րդ Սաղմոսը։ Պիտի խնդրեմ այս անգամ այս Սաղմոսը միասին ընթերցենք քույրեր եղբայրներ։ Պիտի լա այսպես, մեկ համար ես, մեկ համար դուք։ Եթե արդեն ունենք, անհոր եւ որդու եւ ոգու սրբո ամեն։ Ով իմ անձս օրհնետերը ու այն ամենը, որին ներսիտիս է անոր սուրբ անունը։ Ով իմ անձս օրհնետերը եւ անոր բոլոր բարերարությունները իմ օրհնար։ Որ կքավե բոլոր անօրենությունները ու կբժշկե քու բոլոր հիվանդություններդ։ Որ կգրկե քու կյանքդ հավատարմութենե եւ կվստահե քեզ ողորմությունով ու կրթությունով։ Որ կլեցնե քու ծերությունդ բարությունով ու քու մանկությունդ արձիվի պես կնորոգե։ Եվ արդարություն ու իրավունք կնե բոլոր սրտվածներուն։ Անիկա իր ջամփաները Մովսեսին ճանչծուց ու իր գործերը Իսրայելի որդիներուն։ Հարեկուտ ու ողորմած է Տերը, երկայնամիտ ու արագ ողորմությունով։ Անիկա մինչև վերջը չի հագարակիր եւ Հավիդյանս ողջ չի բահեր։ Անիկա մեր մեղքերուն համեմատ շրավ մեզի։ Ապա որչափ որ երկինքը երկրեն բարձր է, այնչափ իր ողորմությունը իր մեղացողներուն վրա զորավոր է։ Որչափ որ արևելքը արևմուտքեն հեռու է, այնչափ հեռացուց մեզ մեր հանցանքները։ Ինչպես հայրը կգթա իր որդիներուն վրա, այնպես ալ Տերը կգթա իր մեղացողներուն վրա։ Ասացի անկիդե մեր կազմվածքը, դհիշե թե մենք ով ենք։ Մարդուն օրերը խոտի պես են, թաշտի ծաղեկի պես կծաղկեն։ Ասացի հովը անոր վրա ենք անցնի ու ան ոչնչանա եւ ալ անոր Տերը չի ճանչնար զանիկա։ Բայց Տերոջը ողորմությունը Հավիդյանս Հավիդենից իր մեղացողներուն վրա է ու անոր արդարությունը որդիներուն վրա։ Անոնց վրա է, որոնք կբահեն անոր ուխտը եւ դհիշեն անոր պատվիրանքները եւ կգադարեն։ Տերը իր աթոռը երկնքի մեջ հաստատեց, անոր թագավորությունը ամենուն վրա գդիրե։ Օրհնեցեք Տերը, ով հրեշտակներ, որ ուժով զորավոր է, որ անոր խոսքին ձայնը լսել
Տերը, ով անոր բոլոր զորքեր, անոր գամքը գադարող պաշտոնյաներ։ Օրհնեցեք Տերը, ով անոր բոլոր գործեր, անոր բերությանը ամեն դերերուն մեջ, օրհնե Տերը, ով իմ անձս։ Ամեն, ամեն։ Սամոս 2 գսե մարդուն օրերը խոտի բես է, ուրիշ տեր մնալ թագավորը գսե մշուշի բես է, շոքիի բես է գսե, վարգյան մգա հետո գանցնի, մեր կյանքերը այդպես է, բայց պարկ մտանք, որ Տերը և իր խոսքերը Հավիդյանս Հավիդյանից է, Տերը անփոփոխ է, Տերը ինչպես որ 2000 տարիներ առաջ մեծ հրաշները գներ, այսօր ալ գներ, Տերը հազարավոր բժշկությունները դավ 2000 տարի առաջ, Տերը այսօր ալ այդ հրաշները գներ, եկեք պարկ տանք Տերոջ և մեր անցերուն ասենք, օրհնե Տերը ով իմ անձս։ Ինչպես քիչարաճս ինքները հազարավոր հրաշքներ կան, բայց բոլորս հար գիտենք, որ Տերը ամենաշատ բժշկության հրաշքներն էր, շատ մարգարեներ, շատ հրաշքներ ուրած են, գարթացած են Աստվածաշնչի մեջ, բայց Տերոջ յուրահատուկ հրաշքները միշտ բժշկությունն էր։ Տերը, բայց հետաքրքիրը այն է, որ Տերը մարմինեն առաջ նախ հոգիները կբժշկեր, նախ մեղքերը կբժշկեր, հոգիները կբժշկեր, հետո գսեր մարմինը բժշկված է, գսեր մահիճը վերցու և հիմա կնա, նախ հոգիները, նախ մեղքերը։ Ադորան քույրեր եղբայրներ, Տերը արժանի է Հավիդյան պարապանվելու, Տերը արժանի է գովասանվելու։ Եկեք շարունակենք մեր երգեցողությունը, փառք տանք, օրհնենք իր մեծ անունը, փառք տանք իր հրաշքներն համար։ Your
Hallelujah.
մեր բժիշկն է, Տերը մեզի կփուժե, մեր ցավերը, մեր դժվարությունները, մեր մեղքերը, մեր հոգերը։ Փառք Տիրոջ, փառք Տիրոջ։ Ինչպես քիչ առաջի, Տերը նախ մեր հոգիները կբժշկի, Տերը նախ մեր մեղքերը կբժշկի, Տերը նախ մեր առողջությանը կնայի, նախքան որ նայենք ուտելի ունենք, մենք մեր առօրյա պետքերը ունենք, երբ որ կգարտանք Մատթեոս ավետարանի մեջ 5000-ի գերագրումը, կրնալալ չենք նկատած, նախքան 5000-ը գերագրելը, այսպես կսե, երբ դուրս ելավ շատ ժողովուրդ տեսնելով խղճած անոնց, չսեր ուտելիք տվավ, ու անոնց հիվանդները բժշկեց։ Դերը նախքան 5000-ը գերագրելը, իրենց բժշկեց, իրենց հոգիները, իրենց դժվարությունները, իրենց մարմինները, իրենց հիվանդությունները դերը բժշկեց։ Փառք ու դանք իրեն, փառք ու դանք։ Պիտի խնդրեմ Թալին կրոջմեն, որ մոտենա եւ դերոջմեն մեր բոլորին անունով, մեր հոգիներում, մեր մեղքերում եւ մեր մարմիններում բժշկության աղոթ։ Հալելույա, 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 շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք քո մեծությանդ համար, շնորհակալ ենք Հայր, որ Տուն մեծ, հզոր եւ զորավոր Աստված ես, շնորհակալ ենք Հայր, որ Տուն մեր բժիշկն ես, մեր հոգադար Հայրն ես, մեր բուժիչ պալասան ես, Տեր, շնորհակալ ենք Հայր, որ Տուն մեզմով մեզմե ավելի հետաքրքրված ես, Տուն կտեսնես մեր ներսի խորերը, Գիտես ինչի գարիք ունենք և ստայն եմ դեր մեր հետ կվարվիս։ Այո դեր, շնորհակալ եմ, որ ամեն բանի առաջ մեր մեղքերը բուժեցիր, մեր ցավերը գրեցիր և Տուն դեր մեզի բացիր այդ երկնային ճանապարհը դեպի երկինք։ Եվ անգետ երկրի վրա կտեսնես մեր վիճակը դեր, մեր ֆիզիկական վիճակը, մեր մարմնական վիճակը եւ անոր գարիքները Տուն գողոքաս։ Դեր Հիսուս շնորհակալ ենք, որ մինչև այսօր մեզ անոթի չես ցկած։ Շնորհակալ ենք Հայր, որ ասիկա մեծ հրաշք է մեր կյանքերուն մեջ, ինչ բարակայի մեջ որալենք, Դեր Հիսուս, Տուն մեր կողքին եղած ես, մեզ մեկ վարքյան չես ցկած, մեր ցերկը բռնած ես եւ մեզ առաջնորդած ես Տեր։ Շնորհակալ ենք Հայր, որ մեր ֆիզիկականին փոք կդանիս։ Այո դեր այս երկին բարերը այսօր ամեն մեկս կրնանք հրճակել, որ Տուն մեզ հոգաս ամեն վարքյան, ամեն երկ վարքյան դեր։ Առանց քո հոգատարությանը դեր մենք չենք կրնար ոչ մեկ բան անել։ Շնորհակալ ենք Հայր, որ մենք այսօր որպես կենդանի վկաներ գսենք Տուն ես իմ բժիշկս, Տուն ես իմ հոգատարս, Տուն ես իմ Աստվածս։ Շնորհակալ եմ, որ մինակության մեջ Տուն իմ քովս եղած ես, ցավի մեջ, նեղության մեջ, հիվանդության մեջ։ Դեր Հիսուս շնորհակալ ենք, որ քեզ մեզ պետք է չենք սկացած, քանի որ Տուն լեցուցած ես մեր ամեն ինչը, մեզի Դեր Հիսուս բարուրած ես քո սիրովդ, քո հոգատարությանդ, եւ անիկա մեզի բավարարություն տված է Հայր։ Շնորհակալ եմ Դեր, շնորհակալ եմ։ Հայր, մեզ ավելի ընդիր ընելու համար քու ծունգերութքով բահե Դեր, որովհետև այս չար աշխարհի մեջ Դեր Հիսուս գրնա ալալ, որ մեր ոտքերը սայթակի, բայց Դեր երբ Տուն մեր ցերկերը բռնած ես, ամուր բռնած ես, Դեր Հիսուս, գիտենք, որ ինչ ալբադահի մեզ բռնած ես և չես ցկեր։ Դեր խոստանանք, որ պիտի ելնանք ավելի ընդիր, ավելի մաքուր քու փառքը տարածելու համար Հայր, այս աղդոդ աշխարհին մեջ։ Բահե պահպանե մեզ քո հովանի տակ և լեցուր մեր հոգիները քո սիրովդ ալ ավելի։ Հալելույա, շնորհակալ եմ Դեր ամեն բանի համար։ Փառքը քեզի Դեր, օշնե մեզի։ Ամեն։ Ամեն, ամեն, Դերով։ Երեմիա մարգարեն կսե, ով Դեր զիս բժիշկ է ու իր բժշկվի, զիս բերգ է ու իր բերգվի, վասնզի իմ բարձանքս Տուն ես։ Մեր բարձանքը Դեր Հիսուսն է, Դերն է, մեր Աստվածն է։ Եկեք երկենք Դերոջը եւ ասենք Դեր երբ կորած էի, եկալ քդարից։ Երբ վիրավոր էի, խնամեցիր, երբ կոտրված էի, Տուն իմ բժիշկն էր։
Շարունակենք մեր երկերկցողությունը երկրվածությամբ, մեր աչքերը փակած, մեր գլուխները խոնարհեցուցած։ Տերոջմեն հմուտ խնդրենք։ Փորձենք Տերոջը հագուստին ձայը թռչել այսօր։ Որ իր այդ զորությունը ընդունենք, ստանանք։ Ինչպես կսե, երբ բոլոր ժողովուրդը գուզեր իրեն թռչի, վասնզի զորություն կերներ իր մեն ու ամենքը կբժշկեր։ Այո, դեր կհավատանք, որ ու հագուստի ձայրին թռտնալով որտեր, կեզ մեր հպումը ստանալով մեր կյանքերը կհեղաշրջվի, մենք կբժշկվենք Տեր, մենք ու կատարելությանը կհասնենք։
Այո, Տեր, խոր զղջումով քեզի կուքանք, Տեր։ Քո առջևդ կուքանք մեր մեղքերով, մեր տգարություններով, մեր հիվանդություններով, այն ամեն ինչով, որ քեզի փակ չի տերել, Տեր։ Այդ ամեն սխալներով, որ կգործենք, մեր կյանքերում մեջն են, Տեր, քեզի կուքանք, Տեր, որ դու մեզի բժշկես, մեր հոգիները, մեր մտքերը, մեր մարմինները բժշկես, Տեր, որովհետև դու աստվածներու աստված, թագավորներու թագավոր, բժիշկներուն բժիշկը դու ես, Տեր, եւ միայն դու կրնաս մեր մեղքերը ներել, Տեր, շատ բժիշկներ կրնան մեր մարմինի ցավերը դանել, բայց ոչ մեկը չի կրնալ մեր մեղքերը դանել, Տեր, միայն դու կրնաս ներել եւ բժշկել մեր հոգիները, մեր սրտերը եւ մեր մարմիններով։ Փառք ու դամ քեզի, Հայր, որ հազարավոր տարիները գնես այդ հրաշքը, Տեր։ Փառք ու դամ քեզի, Տեր, որ քո ցերկը միշտ երկարած ես մեր վրա, քո բժշկարար ցերկը երկարած ես մեր վրա։ Եվ այդ աղբերը, որ մեր մեջ կան, գմատվես, ով Տեր, քո մաքուր թափված արյունով, Տեր։ Կխնդրենք, Տեր, քո այդ թափված արյունդ միշտ մեր մեջը ըլլաներ, միշտ հոսի մեր մեջը, մեր մտքերում, մեր հոգիներում, մեր մարմիններում մեջը, Տեր, որպեսզի նրանք մաքուր, քեզի արժանի, քո թագավորությանդ արժանի զավակներ, Տեր։ Փառք ու դամ քեզի, Հայր, որ միշտ մեզի հետ ես, միշտ մեզի գոհոքաս, մեր ամեն ինչը գոհոքաս, Տեր։ Նախքան որ մենք խնդրենք մեր պետքերը, դու գիտես մեր պետքերը, Տեր։ Մեր ֆիզիկական եւ մեր առողջական պետքերով, Տեր, դու գիտես եւ գսես արդեն անով ցեզի ուտան։ Կմնա մեզի խնդրել քո թագավորությունը եւ արդարությունը, Տեր։ Կխնդրենք, Տեր, մեզի այսօր վերեն քո սուրբ հոգիով ընկեցնես։ Կխնդրենք քեզ, Տեր, որ այսօր քո խոսքեդ նոր օծություն ստանանք։ Եվ այն խոսքը, որ մեր եղբոր բերներն ելներ, մեր հոգիները բժշկեն այսօր։ Այս ամենը Հիսուս Քրիստոսի սուրբ եւ բավական անունով։ Ամեն։ Նախքան մեր այսօրվա նյութին անցնելը, մի հատված նկարդամ, որը մեր նյութին հետ կապված է, մեր այսօրվա քարոզին։ Ղուկաս ավետարանեն, Ղուկաս 16, առաջին համարեն մինչև 18-րդ համար։ Անուն Հոր եւ Որդու եւ Որդու Սրբու ամեն։ Խորամանկ տնտեսը։ Իր աշակերտներուն ալսավ, հարուստ մարդ նկար, որ տնտեսը ուներ։ Անոր վրա քանքակ եղավ իրեն, որպես թե իր ունեցածը կփճացնեն։ Ուստի կանչեց Զանիկա ու Սավանոր. Ինչ այսօր քեզի համար գլսեմ, քու տնտեսությանը թաշիվը դուր, վասնզի ալ չես կրնալ տնտեսը լալ։ Տնտեսը իր մտքի մեջ ասավ, ինչ ընեմ, որովհետև իմ դերս տնտեսությունը ինձ մեկ արն է։ Հողագործություն չեմ կրնալ անել, մուրալու կամ չնամ, գիտեմ ինչ պիտի ինեմ, որպեսզի երբ իմ տնտեսութենես հանվիմ, զիս իրենց տունը ընդունի։ Իր դիրոջը բարդականները մեկիկ իրեն կանչելով ըսավ առաջինին. Դուն իմ դիրոջս որ չափ բարդ ունիս, անալ ըսավ 100 մարզետ։ Ըսավ անոր, քիրդ ար ու շուտով նստե 50 կրեր։ Ետքը մյուսին ըսավ, դուն որ չափ բարդ ունիս, անիկա ըսավ 100 գործորեն։ Ըսավ անոր, քիրդ ար եւ 80 կրեր։ Տերը անիրավ տնտեսը կովեց, որ խելացությունով ըրավ, վասնզի այս աշխարհին որդիները իրենց ցեղի մեջ լուսող որդիներեն ավելի խելացի են։ Ես ացեզի գսեմ, անիրավ մամոնային ցեզի բարեկամները եք, որպես երբ անիկա բաքսի ցեր հավիտենական բնակարաններում մեջ ընդունի։ Ան որ քիչ բանի մեջ հավատարիմ է, շատի մեջ ալ հավատարիմ կլա։
եւ ան որ քիչի մեջ անիրավ է, շատի մեջ անիրավ կլա։ Ուստի, եթե անիրավ մամոնային մեջ հավատարիմ չլակ, ճշմարիտ հարստությունը ով պիտի հավատա ցեզի։ Եթե օդարին բանին մեջ հավատարիմ չլակ, ծերը ով պիտի դա ցեզի։ Ծարամը չի կրնալ երկու դերերու ծառայություն անել։ Վասնզի կամ մեկը պիտի ադե եւ մյուսը սիրե, կամ մեկում պիտի հարի եւ մյուսը արհամարհե։ Չեք կրնալ ծառայել Աստծո ու մամոնային։ Փարիսեցիներն ալ, որոնք արձատասեր էին, այս ամենը լսելով կկամահարեին զանիգա։ Հիսուսը սավանոս, դուք եք, որ մարդոց արջև ինքսիտնի գարդարացնեք, բայց Աստված գիտե ձեր սրտերը։ Վասնզի մարդոց մեջ բարձր եղածը Աստծո արջև պիղծ է։ Օրենքը ու մարգարեները մինչև Հովհաննես էին։ Անկի հետո Աստծո թագավորությունը կկարոզվի եւ ամեն մեկը անոր մեջ մտնելու գարտորա։ Ավելի թյուրին է, որ երկինք ու երկիր անցնին, քան թե օրենքեն մեկ նշանակի լինա։ Ով որ իր կինը արձակե եւ ուրիշ մահարն է, շնություն գնե, եւ ով որ երիգեն արձակված կին մահարն է, շնություն գնե։ Ամեն։ Վերջին երկողը սիրելիներ, մեր այսօրվա պարապանությունը ավարտենք եւ Տերոջը քարոզը լսենք այսօր։ Երկենք եւ լսենք խոսքդ ոտքերուց ջրանք է։ Տերոջը խոսքը մեր շավիներուն լույս է եւ բանը որ լսենք այդ խոսքը եղբայր Արտին Շահբազյանի միջոցով հրավերենք։ Արկեմ տալիս Աստծուն, որ կրկին ձեզ հետը արդեն ավելի առազատ եմ զգում ձեզ հետ։ Իհարկե իրականում մենք քույրերի եղբայրներ ենք, ապետ աշխարհի տարբեր ծայրերում լինենք, որովհետև մեկ հայր ունենք երկնքում, մեկ փրկիչ ունենք Հիսուս Քրիստոսը, մեկ տեղից ենք ծնվել, որ եկեղեցին է, մեկ տուն ունենք եկեղեցին, մեկ նպատակ ունենք, որ երկինքն է, եւ մեկ հոգի կա մեր մեջ, բնակվում, որ Սուրբ Հոգին է։ Ուրեմն երբ իրար կոչում ենք քույրեր եւ եղբայրներ, մենակ բառեր չեն, սա իրականություն է եւ ճշմարտություն է, եւ թող որ այս հարաբերությունը իսկապես բառերից առավել լինի եւ իսկապես մենք հոգատար քույրեր եւ եղբայրներ լինենք իրար համար։ Շնորհակալություն եմ հայտնում եղբայր Աղոյից եւ
արչական կազմից ես առիթը տալու ինձ որ ծառայեմ Աստծո խոսքով։ Ուրեմն այդպես որ տեղյակ եք այսօր Առաքելական եկեղեցին 4-րդ կիրակին է, որ տնտեսի կիրակին է։ Ընդհանրապես եկեղեցու եւ ընդհանրապես աշխարհի գոյության մեջ ամենակարևոր դեպքը, որ պատահել է Քրիստոսի Սուրբ Հարությունն է։ Ես ինքս, երբ որ ուզում եմ մեկ անաստվածի հետ, աթեիստի հետ խոսեմ, կնախընտրեմ Քրիստոսի հարությունից սկսեմ։ Որովհետև եթե Քրիստոս իսկապես հարությունը առել, որ գիտենք այդպես է, Աստվածաշունչը ճշմարտություն է, քրիստոնեությունը ճշմարտություն է, դրախտ եւ դժոխքը նույնպես Աստծո գոյությունը։ Եվ շատ պարզ է Քրիստոսի հարությունը, հարյուրավոր տարբեր փաստերով ես երբեմն մարդկանց ասում եմ, նա որ աշխ ունի, թող գնա եւ տեսնի, որ գերեզմանը դատարկ է։ Ամեն։ Ասավ նա այստեղ չէ, նա այնտեղ չմնաց, որ նա այսօր այստեղ լինի։ Ասավ երբ քանի հոգի անունով հավաքվեն, ես այնտեղ նրանց ներկամ։ Եվ եկեղեցին դրա համար հարությունին մեծ կարևորություն է տալիս, գիտեք 50 օր պատրաստվում է Սուրբ Հարության համար եւ 50 օր հարությունից հետո տոնում է հարության օրերը, հարությունից մինչեւ հոգեկալուստը, այսինքն տարվա 100 օրը կենտրոնացած է հարության վրա, 50 օր պատրաստություն հարության համար եւ 50 օր հարության տոնակատարությունը։ Եվ շաբաթները, որ եկեղեցին սահմանել է, իրանց ներս փրկագործական խորհուրդը կա, սկսում է բուն բարեկենդանից, որ հիշատակումն է մարդու, Ադամ եւ Եվայի կյանքը, Աստծո հետ, այդ մտերիմ կյանքը Աստծո հետ, որ բոլոր մարդկանց նպատակը, հավատացյալների նպատակը դա պետք է լինի, որ մենք վերադառնանք նույն այն մտերիմ կապին, որ Ադամ Եվան ունին Աստծո հետ։ Խոսում է, որ երբ Աստված քայլում է, իր ոտքի ձայնը լսում է։ Այսինքն Աստծո հետ հաղորդություն ունին, խոսում էր Աստված իրանց հետ, իրանք էին խոսում Աստծո հետ։ Երկրորդ շաբաթ ուրեմն արտաքսման կիրակին է, որ ասում մեղքը եկավ եւ ամեն այն բաները, որ Աստված բարի էր ստեղծել, փչացավ։ Այսօր իրականում մենք բարի աշխարհում չենք ապրում։ Այսօր մենք արդար աշխարհում չենք ապրում։ Երբեմն մարդիկ ասում են, եթե Աստված կա, ինչու այսքան չարություն կա, ինչու այսքան անարդարություն կա։ Այս չարությունն ու անարդարությունը մարդու չար ընտրությունների պատճառով է։ Աստվածը սկզբում բարի էր ստեղծել, բայց մեղքի պատճառով մահը, անեծքը, դժբախտությունը, չարությունը, անարդարությունը ներս մտավ աշխարհը։ Երրորդ շաբաթը ուրեմն Այնարակի կիրակին է, որ Աստված ասում է, մեղավոր մարդը Սուրբ Աստծուն մոտենալու համար պետք է ապաշխարի։ Աստված ապաշխարության նվերը տվեր մեզ, ապաշխարությամբ եւ հավատքով եւ հավատալով Հիսուս Քրիստոսին մենք մոտենանք Աստծուն։ Եվ դրանից հետո մյուս շաբաթները խոսում են քրիստոնեական կյանքի մասին։ Քրիստոնեական կյանքը ընդհանուր 3 փուլ ունի, հոգևոր ծնունդը, որ լինում է մկրտությամբ կամ դարձով, հոգևոր աճը եւ հետո ծառայում Աստծուն։ Քրիստոսն նույն բառերը ասավ, եթե հիշեք, Քրիստոս սկզբում իր աշակերտներին հրավիրում էր, ասում էր եկեք ինձ մոտ։ Երբ որ իր աշակերտներին կանչում էր, ասում էր իմ ետևից եկեք։ Հետո երբ որ ուզում էր համբարձվել, ասավ մնացեք Երուսաղեմում։ Ուրիշ տեղ Հովհաննես Ավետարանը ասում է մնացեք, ով մնա իմ մեջ պտուղ կբերի։ Եվ հետո ասավ գնացեք, եկեք մնացեք, գնացեք։ Այս բոլոր մարդկանց կյանքը պետք է այդպես լինի։ Գանք Քրիստոսի մոտ, մնանք Քրիստոսի մեջ
եւ գնանք Քրիստոսի համար։ Ուրեմն տնտեսի կիրակին խոսում է դրա մասին, որ մենք ինչպես պետք է պատասխանատու լինենք, հաշվետու լինենք, հավատարիմ լինենք, այն բոլոր բաների համար, որ Աստված պարգևեր է մեզ կյանքի ներս։ Մյուս կիրակին 5-րդ կիրակին դատավորի կիրակին է, որ խոսում է աղոթքի մասին, որ քրիստոնեական կյանքը աճում է, սարքանում է, զորանում է, արթուն է մնում աղոթքի միջոցով։ Եվ 6-րդ շաբաթը գալստյան կիրակին է, որ խոսում է Քրիստոսի առաջին գալստյան եւ երկրորդ գալստյան մասին։ Ես շատ եմ մտածում առաջի դարվա եկեղեցու մասին, գիտենք բոլորս, որ առաջի դարվա եկեղեցին ամենահաջող եկեղեցին էր։ Շատ չէր թիվը, բայց աշխարհը գրավավ։ Այսօր աշխարհի 1/3 քրիստոնյա է, ամենամեծ թիվը, այսքան հալածանքներից հետո։ Մեծ երրորդը շատ մեծ թիվ է։ Այսինքն, եթե ամեն 1/3-ը ճշմարիտ քրիստոնյա լինեն, դա ամեն մեկը 2 ոչ քրիստոնյա դարձնեն, այո, ամբողջ աշխարհը քրիստոնյա կլինեն։ Բայց դժբախտաբար այդ գործը չեն անում, չեն կարողանում անել։ Ուրեմն ես մտածում եմ այդ պատճառներից, որ քանի պատճառներ նրա առաջի դարվա քրիստոնյան արթուն էր, մեկ այդ որ հանդիպեին հարության Քրիստոսին, վստահին Քրիստոսի հարությունից։ Եվ Քրիստոսի սիրո խորքը զգացելին, սա շատ կարևոր է, Պողոս առաքյալը ասում է, Աստծո սիրո խորքը, լայնությունը, երկայնությունը, այո, ավելի ճանաչենք, ավելի ճաշակենք։ Եվ մյուսը իրանք Սուրբ Հոգով գծվածին, եւ ուրիշ հատկություն, որ ես ուրիշ հատկություններ կա, որ ուզում ասեմ, իրանք սպասում են Քրիստոսի երկրորդ գալստյան։ Երբ իրարից հրաժեշտ են տալիս, ասում են Մարանաթա, միշտ իրար հիշեցնում են, Տիրոջ գալը մոտ է։ Որովհետև իսկապես այդպես են հավատում, որ իրարից հեռանում են, կարող են նորից չտեսնեն իրար։ Այդպես են հավատում, որ շատ ժամանակ չունեն նրանց, որ պետք է ավետարանեն, շատ ժամանակ չունեն, եթե պետք է մեղքերից ապաշխարեն, պետք է ապաշխարեն։ Եվ դա պատճառ է ելնում արթուն քրիստոնյաներ լինին։ Եվ 7-րդ շաբաթ ուրեմն ծաղկազարդն է, որ այդպես որ Քրիստոս մուտք գործավ եւ դիմավորեցին մարդիկ փառքով, մենք էլ պետք է փառքով ու հարգանքով, մեծարանքով Քրիստոսին դիմավորենք եւ ընդունենք մեր կյանքերի ներս։ Բայց վերադառնանք տնտեսի առակի շուրջ, ուրեմն այս առակը դժվար առակներից է, երբ մարդիկ կարող է գայթակվեն, որ ինչու Տերը գնահատավ, անիրավ դատավորին։ Որպես մի կարևոր ճշմարտություն ասենք, որ Տերը չգնահատավ այդ դատավորի անիրավությունը, Տերը գնահատավ այդ տնտեսի անիրավությունը, Տերը գնահատավ տնտեսի իմաստությունը, հնարամտությունը։ Եվ ամբողջ այս պատկամը շաբաթվանը դա, որ Աստված ուսում է, որ մենք իմաստուն քրիստոնյաներ լինենք, հնարամիտ քրիստոնյաներ լինենք, հաշվետու քրիստոնյաներ լինենք, թե Աստծուն, թե եկեղեցուն, թե իրար։ Ուրեմն մեծահարուստ տեսարակում Աստված է, տնտեսը մարդիկ է, կարող է նույնպես եկեղեցին լինի, նույնպես Տիրոջ ունեցվածքը այն բոլոր բաներն են, որ Տերը տվել է մեզ։ Տերը տվել է մեզ կյանք, տվել է մեզ ժամանակ, տվել է մեզ ընտանիք, տվել է աշխատանք, տվել է գումար, տվել է առողջություն, տվել է եկեղեցին, տվել է ծառայություններ, եւ սրանք բոլոր այդ բաներն որ Աստված տվել է մեզ, եւ մենք պետք է իրանց համար հաշիվ տանք։ Տվել է մեզ շնորհքներ, կարողություններ,
Եվ մենք որևէ շնորհք եթե ունենք, չպետք է հպարտանանք։ Պողոս Արաքյանը ասում է, ինչ ունեք, որ Աստծուց չեք ստացել։ Եթե Աստծուց եք ստացել, ուրեմն ինչու եք հպարտանում։ Եվ ամեն ինչի համար մենք պետք է իմանանք, որ ոչ սրանք, որ ասանք, մերը չի։ Երբեմն մարդիկ, որ ուզում են օգնություն անեն, դժվարությամբ են անում, որտեղ մտածում են իրանցն է, իրենց ունեցվածքն է։ Հովհաննես Ոսկեբերյանը սիրուն է ասում ողված հարուստներին, ասում ով հարուստ, դու որ առավել քո կարիքից ունես, այդ բաժին Աստված քեզ տվել է, որ տաս քո եղբայր կամ քրոջը, որ իր կարիքից ավելի քիչ ունի։ Այսինքն Աստված նրա բաժինը տվել է քեզ, որպեսզի դու այդ բարի գործը անես։ Այսինքն մենք այդպես պետք է նայենք, մեր ունեցվածքը մեր չի, մեր ընտանիքը մեր չեն, մենք ինքներս էլ մեր չենք։ Աստծո խոսքը ասում է դուք գնվել եք Քրիստոսի արյունով։ Երբեմն մարդիկ ասում են, ես իմ կյանքը նա ինչպես ուզում եմ ապրեմ, ես իմ մարմինը սա ինչ ուզում եմ կանեմ, ես իմ զավակը սա ինչպես ուզում եմ գտասկարակեմ, բայց ոչ մեկը, ոչ մեր մարմինը, ոչ մեր կյանքը, ոչ մեր ընտանիքը մեր չէ, ամեն Աստծո կողմից նվերներ են։ Եվ Աստված երբ որ հարմար տեսնի կառնի։ Ես երբեմն հոգեհանգիստներ լինում եմ խոսում եմ, մարդիկ ընդհանրապես չեն սիրում մահը։ Եվ հատկապես եթե մեկի ջութ համահանում մարդիկ բողոքում են, ես առաջի բանը ասում եմ Աստված շունչը ոչ մետեղ չի ասել, որ մարդիկ պետք է օրինակ 70 տարի, 80 տարի ապրեն, այլ հակառակը միշտ ասել պատրաստ եղեք։ Այսինքն իմանում եք ճիշտ կարծես դատավորի տեղը փոխվել է։ Մենք ենք եղել դատավոր, Աստծուն հարցակրնում ենք, ինչու թող արես բանը պատահի։ Բայց Աստված, ինչպես որ կանոնում է անում է, նա Տեր է և մենք տնտես ենք, և պետք է պատասխան տանք մեր բոլոր այն բաների համար, որ Աստված մեզ տվել է։ Այս պետք է մենք մեր մտքի մեջ տեղավորվի, որ ժամը, կյանքը, հարաբերությունները, աշխատանքը, ունեցվածքը, ընտանիքը, շնորհքները, կարողությունները, ինչ որ ունեմ Տիրոջ կողմից, այլ ես մենակ տնտես եմ։ Աստծո խոսքը ասում է, ունի շատ տրվավ, ավելի շատ կսպասվի։ Հակոբոս կամակիներս ասում է, մի ուզացեք ուսուցիչներ լինեք, որովհետև ավելի մեծ այո, պատասխանատվություն կա։ Ուրիշտեղ առաջին Պետրոսում, եթե չեմ սխալվում, ասում է դատաստանը սկսում է Տիրոջ տունից։ Այո, մենք պետք է զգույշ լինենք, ամեն բանի համար մենք պետք է պատասխան տանք։ Դրա համար պետք է իմանանք, որ մենք ճշմարիտ և ճիշտ տնտեսներ լինենք։ Ուրեմն հետաքրքիր է Քրիստոսի առակների ներս շատ նմանություններ կա։ Այս առակում տեսնում եք, որ այս տնտեսը ուրեմն սխալ գործ է արել և իր տերը ուզում է իրան դուրս անել, բայց սկսում է մտածում է և գտնում է ճիշտ ճանապարհ։ Նույնպես անառակ որդու առակում է նույնը տեսնում ենք, անառակ որդին հեռացել էր տունից, սխալներ արել, բայց մետեղ է հասնում, որ խոզերի մոտ է, խոզերի կերակուրն է դնում և սկսում է մտածել։ Ուզում եմ ստե մտածելու կարևորությունը շեշտեմ։ Այսօր 21-րդ տարվա քրիստոնեության մեջ քիչ է խոսվում մտածելու մասին, մեր ժամանակ շատ կարևորություն է տրվում մտքին, այսօր քիչ է խոսվում դրա մասին, բայց մենք պետք է աղոթքի մեջ մտածենք, Աստվածաշունչ կարդալով մտածենք, և դա եկեղեցին անվանում է խոգում, և մտածելով սպասենք Սուրբ Հոգու առաջնորդությանը, Աստծո խոսքը ասում է բոլոր նրանք, որ Սուրբ Հոգով են առաջնորդվում, Աստծո զավակներն են։ Հռոմեացիս 8:14։ 14 Բայց պետք է սպասենք այդ Աստծո խոսքը, որ Աստված ինչ է ասում, և մենք պետք է սպասենք, որ Աստված ինչ է ասում։ Եվ Աստված, ինչպես որ կանոնում է անում է, Նա Տեր է և մենք տնտես ենք։ Այսինքն մենք
առաջնորդության։ Քրիստոսը հիշում եք ասավ ամենամեծ պատվիրանը դա, որ պետք է սիրես Գոթեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ զորությամբ եւ կարողությամբ։ Այսինքն այդքան որ սիրտը կարևոր է, միտքն էլ կարևոր է։ Մտքով սիրել։ Մտքով սիրել։ Պողոս Արաքյան ուրիշ տեղ ասում է առաջին Կորինթացիս 14-ին թե հոգով գաղութեմ, թե մտքով գաղութեմ։ Ուրիշ տեղ գրված է, որ դուք Քրիստոսին միտք ունեք, այսինքն Աստծո նպատակ է դա, որ մենք Քրիստոսի միտք ունենանք։ Առաջին Կորինթացիս 2:16-ին է ասում։ Ես տարիներվա փորձառությանս մեջ տեսել եմ հավատացյալներ, որ իրենց հոգին շատ ուժեղ է, բայց միտքը աղքատ է։ Եվ տեսել եմ հավատացյալներ, որ հակառակը միտքը շատ ուժեղ է, բայց հոգին աղքատ է։ Բայց Աստված ուզում է, որ մենք հավասարակշռված հավատացյալներ լինենք, թե մեր հոգին եւ թե մեր միտքը զարգացած լինի, աճած լինի եւ Աստծուն ճանաչի։ Ուրեմն Տերը գովում է անիրավ տնտեսի հնարամտությունը։ Անիրավ տնտեսը ուրեմն տնտեսը հրավիրում է եւ այդ պարտականների պարտքերը ներում է։ Ուրեմն պարտքի ներելը խորհրդանիշ է մեղքերի ներումի։ Այսինքն ուրիշների մեղքերը ներելով եւ ապաշխարելով իրեն արժանի է դարձնում, որ ինքն է ներում ընդունի։ Մենք էլ նույնպես ենք, Քրիստոսը շատ բարձ ասում է, ով չների, չի ներվի։ Գիտեք, մենք երբեմն ուզում ենք Աստծո մեծ ողորմությունը, Աստծո շնորհքը ընդունենք, բայց ուզում ենք ուրիշների հանդեպ ողորմած չլինենք։ Աստծո արդարություն ուրիշի համար ենք ուզում, ողորմությունը մեր համար ենք ուզում։ Ասում ենք Աստված արդարության պետք է պատժի, ողորմության պետք է ինձ ողորմի։ Այո։ Բայց եթե մենք ողորմության որդիներ ենք, պետք է ուրիշների համար Աստծո ողորմությունը խնդրենք։ Սրանից հետո Քրիստոսը մի խոսք է ասում, այս խոսքը լսելով անկեղծ ես ինքս տխրում եմ, թեպետ ճշմարտություն ունի։ Ասում է աշխարհի որդիները ավելի իմաստուն են լույսի որդիներից։ Դուք եք տխրում իմ նման, բայց ճշմարտություն ունի դժբախտաբար։ Ինչու համար է այդպես, որովհետև աշխարհի որդիները կենտրոնացած են մենակ աշխարհի վրա։ Լույսի որդիները թե ուզում են աշխարհ ունենան, թե ուզում են Աստծուն ունենան։ Այսինքն պատրաստ չեն զիջեն աշխարհը։ Ճիշտ ուզում են աշխարհ ունենան, Աստծուն էլ ավելացնեն։ Երբեմն Աստծուն ուզում են մենակ օրհնության համար։ Այսինքն Աստծուն ունենան, հաջողություն ստանան, բժշկություն ստանան։ Շատերի աղոթքը այդպես է, այդպես աղոթելու, ասում են Աստված առողջություն տուր, հաջողություն տուր, օրհնություն տուր, ինձ տուր, ընտանիքիս տուր, երեխին տուր, փող տուր։ Այսինքն կենտրոնացած է իրենց վրա, կենտրոնացած չի Աստծո վրա, կենտրոնացած չի Աստծո կամքի վրա։ Եվ դա շատ ցավալի է։ Գիտեք հայրերի մեջ, որ Տերը սովորացրավ մեզ խոսում է Տիրոջ կամքի մասին, Տիրոջ արքայության մասին եւ Տիրոջ փառքի մասին, բայց շատ ժամանակ մենք մեր կամքն ենք ուզում լինի։ Շատ ժամանակ անկեղծ լինենք, երբեմն վախենում ենք ասենք Տեր թող քո կամքը լինի։ Վախանում ենք Աստված վատ բան մեր համար նկատի ունենա, բայց այդպես չի Աստված մենք կարող է կարճ ապագան ենք տեսնում, բայց Աստված ամբողջ ճշմարտություն է տեսնում։ Երբեք պետք չի մտահոգվենք այս խոսքը ասելուց, թող քո կամքը լինի։ Երբեմն մոտի հիվանդը մեր հարազատներից աղոթում ենք,
Վախենում ենք ասենք Տերը թող քո կամքը լինի։ Ասում ենք եթե ասենք քո կամքը լինի, այսինքն մահացի, չէ։ Չենք այդ բանը ասում, աղոթենք որ լավանա, բայց Տիրոջ կամքը բարին է, վստահենք, թե մենք այս աշխարհում չհասկանանք, որովհետև մենք ամբողջ ճշմարտությունը չգիտենք։ Աստված ամբողջ ճշմարտությունը գիտի։ Երբեմն ոգի երիտասարդ մահանում է, իր ընտանիքը շատ նեղություն է քաշում։ Բայց հենց այդ ընտանիքի հարազատները ապաշխարում են, որովհետև մահը պատճառ է ելնում աշխարհի փուչ բաները իրանք ճշմարտություն ցույց տա եւ իրանք գնում են մի ավելի կարևոր ճշմարտության հետևից եւ ճանաչում են ճշմարտություն եւ ճշմարտությունի հետ ազատումը։ Անգե մարգարության մեջ մի սիրուն խոսք կա։ Անգե մարգարությունը ասում է դուք գործում եք, աշխատում եք, փող եք հավաքում, բայց ձեր գրպանները ծակ կա, օրհնություն չկա։ Պատճառ հիշում եք ինչա, որովհետև ամեն մեկը մտածում եք ձեր տան մասին, չեք մտածում Տիրոջ տան մասին։ Մենք ինչքան ենք աղոթում մեր արքայության մասին, մեր սահմանները ընդարձակելու մասին, մտածում ենք մեր տանը ընդարձակելու մասին, եւ ինչքան քիչ ենք մտածում Աստծո արքայության սահմանները ընդարձակելու մասին։ Քիչ ենք մտածում, ավելի քիչ ենք աղոթում, խոստովանենք եկեղեցու համար եւ շատ ենք աղոթում մեր համար, մեր տան համար։ Եվ դա ցույց է տալի, որ մենք կենտրոնացած ենք մեր վրա։ Եվ իմանում եք աշխարհի մարդիկ, որ ասում ավելի հնարամիտ են, եւ տեսնում եմ երբեմն աշխարհի մարդիկ առավոտը շուտելում են, իրաց նպատակը դա հարուստ մարդիկ դառնան։ Երբեմն հավատացյալներն են իրաց նպատակը հարուստ մարդիկ դառնան։ Հավատացյալը պետք է իր նպատակը դա լինի, որ Աստված շնչի ամենադապրի։ Եթե Աստված կամեցավ, այո, կարող է, հնարավոր է Աբրահամի նման հարստանալ։ Բայց Քրիստոսի զգուշացումն էլ պետք է հիշի, որ եթե հարստանում է, փորձությունն էլ ավելի շատանում է։ Ուրեմն առավոտը շուտելում են, աշխատում են, որ այդ նպատակին հասնեն 12 ժամ, 14 ժամ աշխատում են, նեղություն են քաշում, իրաց ամեն կենտրոնացումը, իրաց աշխատանքն ու հաջողությունն է։ Բայց հավատացյալները Աստծո արքայության համար այդպես չեն, կամ շատ քիչերն են այդպես։ Կամ երբեմն մենք մտածում ենք, խոբ նրանք, որ պատասխանատու են, հովիվ են, քահանա են, եպիսկոպոս են, նրանք պետք է այդպես լինեն, բայց իմանում եք Քրիստոս այդքան, որ իմ համար է մեռել, նույն չափել մի եպիսկոպոսի համար է մեռել։ Եվ ես էլ պետք է նվիրվեմ իրեն, իմ ամբողջ կյանքովս։ Այո, հնարավոր չի, որ մենք աշխարհից հեռանանք, բայց գոնե թող Աստված մեր համար առաջնահերթ լինի, ոչ թե մենակ խոսքով։ Այո, մենք ամենս հիմա կասենք Աստված առաջնահերթ է կյանքում։ Բայց երբ որ ավելի ժամ ենք տալիս ուրիշ բանի, քան Աստծո, ավելի ժամ ենք տալիս, ավելի փող ենք ծախսում ուրիշ բանի, քան Աստծո համար, այդ ցույց է տալի մեր առաջնահերթությունը Աստված չի։ Անկեղծ լինենք մենք ինքներս մեզ հետ եւ այդ առիթ կստեղծի, որ մենք խոր ապաշխարություն ունենանք։ Ըստ որ երկումին շատ լավ բառաբանություններ Աստված օրհնի։ Մեր բաժին կար երկիներ ասում են քո սերը քաղցր է կյանքից։ Այսինքն ինչ։ Այսինքն կյանքից ավելի քո սերն է Աստված։ Դու ես կյանքից ավելի։ Դու ես իմ կյանքը։ Աստված չպետք է մենակ շաբաթվա մեկ օր կամ քանի օր լինի։ Երբեմն իմանում եք մենք ճիշտ կարծես, եթե մեկ ժամ Աստծուն ժամ ենք տալիս, գալիս ենք,
Սպասելիք ունենք, որ Աստված հատուկ ձևի մեզ ուշադրություն դարձնի, Աստված մեզ այդ շնորհակալություն հայտնի, որ իր ժամ ենք տալիս, այդպես ենք մտածում։ Աստված պետք է մեզ այդ շնորհակալություն հայտնի, ես այսօր եմ եկեղեցի, բայց մենք մոռացել ենք, նա մեռել է մեզ համար, նա գնել է մեզ իր արյունով, որ մենք Իրանը լինենք, մեր ամբողջ ժամերը, ամբողջ ունեցվածքը, ամբողջ կյանքը Իրանը լինի։ Եվ մենք հավատարիմ, իմաստուն եւ հաշվետու զավակներ, ծառաներ լինենք Աստծո համար, ապրենք նրա համար, որ մեր համար մեռել է, իր արյունը թափել, ապրենք նրա համար, որ մեզ ստեղծել է իր նմանությամբ եւ պատկերով, ապրենք նրա համար, որ Սուրբ Հոգու միջոցով մեր մեջ բնակվում է, մենք արժեքավոր ենք, երեք պատճառով, Աստծո պատկերով ու նմանությամբ ենք ստեղծվել, Քրիստոսի արյունով ենք գտնվել եւ Սուրբ Հոգու բնակարաններն մենք արժեքավոր ենք եւ մեր արժեքի համեմատ ապրենք, մեր արժեքի համեմատ ապրենք։ Քրիստոս ասավ, ով իմ մեջ մնա եւ ես իր մեջ շատ պտուղ կտա եւ իր պտուղը կմնա։ Մենք երբեմն շատ պտուղ չենք տալիս, մեր պտուղները երբեմն չեն մնում։ Եվ պետք է սա քննենք, պատճառը ինչ է։ Մենք չենք կարող մեզ խաբենք։ Նախքան այդ որ գնանք հաշվետվության Աստծո հետ, եկեք մենք ինքներս մեզ քննենք Աստծո խոսքով, ճշմարտությունով, որ ինչու խնդիրը ինչ է, քննենք մեզ, որպեսզի վերադառնանք եւ ազդեցիկ քրիստոնյաներ լինենք, լույս եւ աղ լինենք, եւ ամեն ասպարեզներում իմանանք, որ Տերը մենք չենք, անձնական կյանքի, աշխատանքի, գումարի, տնտեսական հարաբերությունների, ծառայությունների, եկեղեցում, ամեն ինչին արս մենք պետք է իմանանք, օգտվենք դրանից։ Ես հավատացած եմ, որ մենք ամեն մեկս յուրահատուկ ծառայություն ունենք, ամեն քրիստոնյա, եւ իմանում եք, եթե ծառայությունը դուք չանեք, ոչ ոք ուրիշ ձեր փոխարեն չի կարող անի։ Օրինակի համար, մեր ամեն մեկի շրջակայքում մարդիկ կան, որ եկեղեցի չեն գալիս, եւ միակ քրիստոնյան հավատացյալը մենք ենք։ Դա մեր պարտականությունն է իրանց համար աղոթենք, լույս ու աղ լինենք իրանց համար։ Իմանում եք ամենի կոչումը չի որ գան ուսուցանեն, քարոզեն, բայց ամենի կոչումը դա որ ծառայեն։ Մենք էլ պետք է իմանանք, սովորական քրիստոնյա չունենք, քրիստոնյա որ մենակ գա, լսի ու էթա չունենք։ Քրիստոնյաներ ունենք, որ ծառայությունները տարբեր է։ Ամենը բայց ծառայություն ունեն։ Անպետք ոչ պիտանի Քրիստոսի մարմնի մեջ չկա։ Ամենս հատուկ ծառայություն ունենք եւ պետք է մեր դերը ծառայությունը ճարենք Քրիստոսի մարմնի մեջ։ Եվ արթնությունը սկսում է մեզանից, մենք երբեմն շատ ենք ցանկանում արթնություն լինի, ես որպես հայր երբեմն նման ասում եմ իմ զավակին, հետո զգում եմ չի լսում, անհանգստանում եմ, հետո խորը որ մտածում եմ, տեսնում եմ, ես ինքս էլ այդ բաները, որ ինքս ուզում եմ չեմ կարողանում անեմ, այսինքն ճշմարտություն է դա, որ մենք մեզանից պետք է սկսենք, ամեն մարդ պետք է իրանից սկսի արթնությունը, աղոթքով, եւ հետո իր մոտիկներից, հարազատներից, ընտանիքից, փոքր խումբերով, աղոթքով եւ այդպես արթնությունը կտարածվի եւ կարող ենք ազդեցիկ քրիստոնյաներ լինենք, որպես անհատ, որպես եկեղեցի, որպես եղբայրացություն, որպես համայնք։ Աստված ասում է, եթե իմ ժողովուրդը, որ իմ անունով կոչված է, խոնարհվի, աղոթք կանի, իմ երեսը խնդրի եւ ետ դառնա իր չար ճանապարհներից, ես կփրկեմ
նրանց և կբժշկեն նրանց երկիրը։ Այո, մենք վերջի բաժինը սիրում ենք, բայց նախքանը 4 բանը ասում։ Այո, կփրկեն, կբժշկեն իրենց երկիրը, բայց ինչ ասում, խոնարհվի, աղոտ կանի, իր երես ընտրի, այո, և հետ թաղնա իր ճանապարհներից։ Այո, այդ 4-ը անենք, կտեսնենք այն 2-ը։ Եվ մենք շատ ժամանակներ ասում ենք նույն հոգին, որ Պողոսի ու Պետրոսի մեջ կար, ես ուզում եմ։ Ամեն։ Լավ է որ ուզենանք, բայց արդյոք պատրաստ ենք նույն նվիրումը, որ Պետրոսն ու Պողոսը ունենանք։ Այսինքն իմանում եք ամեն բան գին ունի։ Մենք պետք է գինը վճարենք, որ կարողանանք այդ օրհնությունը, օծությունը նույնպես ստանանք։ Ժողովող գրքիներս մի համար կա շատ եմ սիրում, ասում է 10-10, ասում է կացինը սրիր, որպեսզի ավելի քիչ ուժ օգտագործես։ Այսօր հավատացյալների եկեղեցու մեր կացիններ սուրճի։ Դրա համար շատ ուժ ենք օգտվում և շատ քիչ արդյունք ենք ստանում։ Փոխարեն դրա մեր կացինները սրենք։ Առաջին թագավորած, երկրորդ թագավորած կներեք, կամ 4-րդ թագավորած, ուրիշ թարգմանության մեջ 6-ին տեսնում ենք մի մարգարե, որ ծառը կտրում էր կացինով, իր երկաթը գնում է ջուրի մեջ։ Եվ հնարավոր չի դրանով ծառայություն անի։ Մենք էլ այսօր մեր կացինները նույնպես կորցրել ենք մեր երկաթը։ Նորից թագավորած, 4-րդ թագավորած, 4-րդ գլխինը տեսնում ենք մի մարգարեի ընտանիք, որ աղքատացել են և մինչև իսկ պարտավոր են իրենց զավակներին վաճառել։ Հետաքրքիր է հավատացյալ մարգարեի ընտանիք, որ այդպես դեպքեր պատահում է, որ իրանց յուղը պակսեր էր։ Ուրեմն այսօր մենք էլ քննենք, մեր յուղերը կարող է պակսած լինի, Սուրբ Հոգու օծությունը, մեր կացինները կարող է սուրճ լինի, որ մենք այդ ազդեցիկ քրիստոնյաներ լինենք։ Եվ թող որ ապաշխարենք, խորը ապաշխարենք, և այս բան իմանանք, որ մենք կոչված ենք ոչ թե մենակ զավակներ լինելու Աստծո, այլ ծառաներ լինել Քրիստոսի։ Այս կանով աղոթենք։ Այլն հոր և որդվո և ոգին սրբո ամեն, Փառավորյալ մեր հայրը, խոստովանում եմ Տեր իմ մեղքերը, և մեր բոլորի մեղքերը խոստովանում ենք քո առջև Տեր, որ Տեր այն տնտեսները, որ պետք է լինենք իմաստուն տնտեսներ չենք եղել Տեր, ների մեզ Տեր իմ Հիսուս Քրիստոսս, ների մեզ Տեր, որ այն նախանձախնդրությունը, որ աշխարհիկ մարդիկ աշխարհի համար ունեն, մենք այդ նախանձախնդրությունը քո առաքելության համար չունենք։ Ների մեզ Տեր, որ երբեմն ավելի մտածում ենք մեր կամքի, մեր արքայության, մեր փառքի մասին, քան քո արքայության, քո կամքի ու քո փառքի մասին։ Դու ասում ես նախ ընտրեք իմ արքայություն ու թագավորություն և ձեր բոլոր կարիքները ձեզ կտան։ Ների մեզ, որ երբեմն Տեր չենք վստահում քեզ Տեր, վախենում ենք վստահել քեզ Տեր, կասկածում ենք քո սիրո Տեր, օգնիր Տեր, որ մենք մեր հավատքը ամբրանա Տեր, և այդպես որ դու հավատարիմ հայր ես, քո խոսքը ասում է, եթե մենք քեզ ուրանանք, դու մեզ չես ուրանա, որովհետև քեզ չես կարող ուրանաս։ Դու հավատարիմ ես, մենք էլ հավատարիմ լինենք ամեն ինչի մեջ Տեր, և իմանանք Տեր, որ մենք ոչ մեր բանի Տերը չենք, այլ ինչ որ ունենք, մեր ունեցվածքը, մեր ընտանիքը, մեր հարաբերությունները, բոլորը քո կողմից տրված է, դու ես Տերը, դու ես որ տիրում ես, դու ես Տերը մեր սրտի, մենք ասում ենք դու թագավորն ես մեր սրտի, բայց երբեմն համարձակվում ենք անհնազանդվենք քո առջև Տեր, ների մեզ Տեր,
մեր խոր ապաշխարություն տուր, թող որ մենք ապաշխարելուց չավանչենք Տեր, թող որ Տեր կեղծ հավատացյալներ չլինենք, այլ ճշմարիտ հավատացյալներ լինենք, թող որ Տեր մենակ պաշտամունքի ընթացքի մեր զգացմունքները չփոխվի, այլ մեր միտքը, սիրտը և կյանքը փոխվի Տեր, դա ենք ուզում Տեր, թող որ այն ինչ որ լսում ենք Տեր, հիմա որ դուրս ենք գնում սատանան, չգողանա, այլ 30, 60 և 100 հատ պտուղ բերի Տեր, թող որ մենք մեզ ուրիշի հետ չհամեմատենք Տեր, այլ քո հետ, քո խոսքի հետ Տեր, ոչ հպարտանանք, ոչ հուսահատվենք Տեր, այլ այն ինչ որ դրա համար մեզ ստեղծել ես, փրկել ես և Սուրբ Հոգի մեզ տվել ես, դրա համար ապրենք Տեր, աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, քո երեսու եղբայրներիս համար, որ լցել ես մեկ առ մեկից քո Սուրբ Հոգով, թող որ Տեր մեր գուլացած Տեր կացի Տեր ես սրվի Տեր, թող որ մեր կորցրած յուղերը Տեր նորից ձեռք բերենք, թող որ այն ինչ որ սատանան գողացել է մեզանից Հիսուսի անունով հետ վերցնենք և կարողանանք ապրենք այն կոչումի համեմատ, որ դու մեզ կանչել ես, սիրում ենք քեզ Տեր, որովհետև դու մեզ սիրեցիր, քո սերը մեծ է, դու ճշմարիտ ես, դու այստեղ ես Տեր, դու այստեղ ես, քո ծագված սիրո սուրբ ձեռքերը դիր մեկ առ մեկից և բժշկիր, լցրու, օրհնիր, Հիսուսի Սուրբ անունով աղոթեցի, ամեն։